Ողջույն բոլորին, այս տեսանյութը հաջորդ շաբաթվա վերաբերյալ է, բայց մայիսի 26-ից մինչև 31 ընկած ժամանակահատվածի համար, որովհետև դրանից հետո արդեն ալիքը չի գործում, անիմաստ է։ Մինչև ամսի 31-ը տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Կրկին կնայենք ընդհանուր ֆոնը եւ անձնական կյանք, ընտեղ աշխատանք, ֆինանսներ եւ այլն, որոնք որ մշտապես նայում ենք։ Այս քարտերով կնայենք ընդհանուր ֆոնը, այս քարտերով կնայենք, թե ինչ է սպասվելու բոլորիս։ Եվ կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 26-ից 31-ը։ Ընդհանուր ֆոնը ձեզ համար տղամարդ է։ Տղամարդու հետ կարող եք շատ աշխատել, հանդիպել, շփվել եւ այլն, ինչ-որ կարևոր դեր է խաղում ձեզ համար։ Որտեղ որ գնաք, ավելի շատ ոնց որ տղամարդիկ կլինեն, գուցե տղամարդ տնօրեն են ընդունում։ Անձնական կյանքը խոյերի, ֆինանսներ, աշխատանք եւ առողջությունը։ Անձնական հարաբերություններում ոչ է կին կարող է խառնվել նաև ձեր հարաբերություններին, բացի դրանից տղամարդկանց համար նոր հարաբերություններ են, նոր ծանոթություն։ Կանանց համար նաև դա կարող է լինել ուղղակի այս շաբաթ ավելի կանացի կլինեք, ավելի տրամադրված ընտանիքին, այդպես ավելի ընտանեկան կլինեք այս շաբաթ։ Ֆինանսական առումով ձեր ցանկությունները կիրականանան, հնարավոր է նաև դրսից ոչ է եկամուտներ ստանաք, դրսից ոչ է գումարներ ստանաք կամ դուք ուղարկեք դուրս ինչ-որ մեկին, նաև սա կարող է ցանկանում եք, որպեսզի բարձրացնեն ձեր աշխատավարձը եւ այն տեղի կունենա։ Յուրաքանչյուր հարց կապված գումարի հետ, որը որ ինչ-որ բան եք ցանկանում անել, ներդրում եւ այլն, ապա այս շաբաթ կունենաք այդ հնարավորությունը։ Աշխատանքի հետ կապված ոմանք կընդունվեն աշխատանքի կամ սա նաև գործարք է, որը կարող եք կնքել աշխատանքի հետ կապված կամ պայմանագիր։ Նաև սա ցիկլային աշխատանք է, որ միշտ նույն աշխատանքն եք կատարում։ Այս շաբաթ ամենայն դեպս կանեք միշտ նույնը։ Ինչ որ մի բան է, որը որ կամ նույն բաներից պատվեր կլինեն, որ պետք է անեք անընդհատ, կամ ուղղակի ինչ որ մի աշխատանք է, որը որ շաբաթվա ընթացքում անընդհատ կանեք։ Դե աշխատանքային պայմանագիր է սա նաև ոմանց համար, ովքեր որ աշխատանք են փնտրում, կարող եք նաև գտնել։ Սա ուղղակի ինչ որ համագործակցություն է նաև ինչ որ մեկի հետ։ Իսկ առողջության վերաբերյալ այստեղ ինչ որ մի բաներ կան, որոնք որ թաքնված են, եթե ինչ որ խնդիր է առաջանում, անպայման գնացեք, հետազոտվեք, այդպես աչքաթող մի արեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 26-ից 31-ը։ Ընդհանուր ֆոնը։ Կարող լինել բավականին շատ ճանապարհներին, անընդհատ այս ու այն կողմ գնաք, նաև ոմանք կարող են տեղափոխվել բնակարանից բնակարան, քաղաքից քաղաք, երկրից երկիր, նաև դա կարող է լինել օրինակ ձեր գործերի առաջ խաղացում, ձեր գործերը առաջ կտանեք, կմղեք առաջ, այն ինչ որ կանգնած էր, կմղեք առաջ։ Ցուլերի անձնական կյանքը, աշխատանքը, ֆինանսները եւ առողջությունը։ Դե նոր հարաբերություններ ընտանիքում ամեն ինչ նորմալ կլինի, մեկը մյուսին սիրով կվերաբերվի, նոր զգացմունքներ կարող է առաջանալ ձեզ մոտ ինչ-որ մեկի հանդեպ, կամ նաև ձեզ սեր խոստովանեն, դուք սեր խոստովանեք, մի խոսքով հիանալի քարտ է, սա ընտանեկան քարտն է, հենց սիրո քարտը, որը որ կարող է մարդու կյանքում լինել։ Նաև աշխատանքի վերաբերյալ այստեղ ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան այս շաբաթ, կարիերայի բարձրացում, փոփոխություն, նաև ուսման մեջ սա կարող է նաև լինել հաջողություն, այստեղ ավելի շատ ֆինանսների հետ է կապված ուսումը, ամենայն դեպս սա կարող է վճարում եք ուսման հետ կապված, որպեսզի ընդունվեք ինստիտուտ եւ այլն։ Սա նաև պետական հիմնարկությունը, որը կարող է գնալ,
այնտեղ կարող եք սկսել աշխատել կամ աշխատանքը կարող կապված լինել ինչ-որ նմանատիպ պետական հիմնարկության հետ, կարող բիզնես եք բացում եւ գնում եք անընդհատ այնտեղ ինչ-որ հարցեր լուծելու համար։ Ամենայն դեպս եւս աշխատանքի քարտն է, որը բարձրացում է նշանակում, հա, մարդուն կբարձրացնի դեպի վեր այս շաբաթը, ինչ որ մի բանը առաջ կգնա եւ դուք տարբերությունը կնկատեք։ Գումարային առումով ոմանց մոտ սա կփոխվի этаպը, ոնց որ մարդը կփոխի իր կյանքի որակը, կփոխի այդ գիրքը, ոնց որ կա, հա, ոնց որ գրքի էջը, ոնց որ թե վատ եք ապրում, թե ինչ կարող այստեղ աշխատանք եք գտնում եւ ամեն ինչը փոխվում է ձեզ մոտ, հա, նոր կյանքի этаպ է սկսվում։ Ոմանց մոտ ոչ է գաղտնի կարող բացահայտվել գումարի հետ կապված եւ ուսման վճար կարող եք վճարել նաեւ այստեղ նաեւ ինչ որ փաստաթղթեր կարող եք ստանալ մեջը գումար նշված եւ այլն, հա, կարող գումար եք ստանում հենց այդպես փաստաթղթով։ Իսկ առողջության հետ կապված այստեղ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, բացարձակ opposite, եթե խնդիր կա, կարող է ընտանիքի անդամների հետ է կապված կամ դա կապարկած էր ինչ-որ մեկ ընտանիքում եւ հիմա ամեն դեպս իրեն լավ կզգա, ինչ-որ հստակ խնդիր ես այստեղ չեմ տեսնում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 26-ից 31-ը։ Ընդհանուր ֆոնը մի փոքր դժվար շաբաթ է ձեզ համար։ Դա իհարկե շաբաթվա վերջ չի մինչը, բայց ամենայն դեպս դժվար շաբաթ է։ Կարող է շատ աշխատանք ունենաք, կարող է շատ բեռ ունենաք ձեր ուսերին, դուք պետք է անեք շատ պատասխանատվություն։ Տեսնենք, որ ոլորտն է սա։ Անձնական կյանքը եկվորյակների։ Տեսնում եք, անձնական կյանքում է։ Աշխատանքը, ֆինանսները եւ առողջությունը։ Ընտանեկան հարաբերություններում է, սա կարող է փորձություն է, սա կարող է դժվար հարաբերություններ են, որոնք որ կարող խնդիրներ կան այս շաբաթ հարաբերություններում, նաեւ փորձություններ են, որոնք որ ձեր սերը հենց կարող է հստակ փորձարկեն, զգացմունքներ ունեք արդյոք, թե ոչ իրար հանդեպ։ Նաեւ Դե ինչ որ խնդիրներ են, որոնք որ կարող են առաջանալ։ Ոմանց մոտ սա ճակատագրական հանդիպում է, կարմայական հանդիպում է, կարող եք հանդիպել ձեր զույգին եւ այդպես կարմայականով ավելի շատ մարդիկ տանջվում են, որոշ ժամանակ պետք է անպայման տանջվեք, հետո նոր իրար հետ կարողանաք ավելի լավ լինել, ավելի լավ շփվել, ավելի թեթև։ Աշխատանքի մեջ կամ մանր-մունր աշխատանքներ ունեք անելու, կամ մանր-մունր խնդիրներ են, կամ պետք է մանրուքներին ուշադրություն դարձնեք, եթե հատկապես աշխատելու եք փաստաթղթերի հետ, որ չէ նման ինչ-որ գործնական գործարքի կնքելու եւ այլն, անպայման հետևեք մանրուքներին, մանր տառերով գրվածներին։ Նաեւ կարող բիզնեսն է, որը մանրակրկիտ կարող ուսումնասիրում եք, որպեսզի բիզնես բացեք։ Ֆինանսական առումով սա անցյալն է, իսկ դա կարող է լինել անցյալից ոչ է գումար, պարտքային ձեզ բերում տալիս են, հնարավոր է նաև այստեղ այնպիսի աշխատանք եք անում, որը ձեզ ֆինանսական գումար էր բերում այն ժամանակ նախկինում եւ հիմա նորից էլի նույն բանը կարող եք անել, որ էլի նորից նույն ձև աշխատեք, նույն գումարը վաստակեք, նաև դե կարող է ուղղակի ձեզ են հիշեցնում ձեր պարտքերի մասին, եթե դուք պարտքեք ինչ-որ մեկին, կամ ինչ-որ մի բան չեք վճարել, որ պետք է վճարեք օրինակ։ Առողջության հետ կապված այստեղ ոչ մի խնդիր չկա։ Բացարձակապես խնդիր չեմ տեսնում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 26-ից 31-ը։ Ընդհանուր ֆոնը։ Ուժ։ Ամենակարևորը ուժն է, որ մարդը ուժ ունի եւ կարողանա յուրաքանչյուր բան հարցին լուծում տալ։ Նաեւ սա օգնություն է, որը կարող են ձեզ օգնել բարձրաստիճան մարդիկ, նաեւ դա կարող է լինել պետավտոտեսուչներ, ում հետ որ կարող եք անընդհատ բախվել այս շաբաթ։ Ուշադիր եղեք։ Անձնական կյանքը խեցգետինների տղամարդ է, ինչ որ տղամարդ կարող է հայտնվել ձեր կյանքում, աշխատանքը, ֆինանսները եւ իհարկե առողջությունը։ Այստեղ
նոր ինչ-որ տղամարդ է, որ խառնվում է ձեր հարաբերություններին, նաև կարող է նոր տղամարդ է, որ հայտնվում է ձեր կյանքում կանանց համար։ Իսկ սա կարող է լինել նոր ընկեր, ոմանց համար, ում հետ որ շարունակեք շփվել, ընկերություն անել, ընտանիքով ընկերություն անել, եւ այդպես հա կգաք մեկը մյուսի ընտանիք։ Նաև տղամարդ է, տղամարդը կարող է վերադառնալ, տղան կարող է վերադառնալ, ինչ որ ձեր հայրը կարող է վերադառնալ, կարող է հեռու տեղ է եւ հիմա գալիս է տուն, վերադառնում է տուն։ Եվ աշխատանքի հետ կապված այստեղ խաղ է, աշխատանքին լուրջ կարող եք չվերաբերվել այս շաբաթ, կամ չուզենաք աշխատեք, հա, ոնց որ թեթև ամեն ինչին թեթև նայեք, թեթև վերաբերվեք, բայց դա ձեզ է վնաս։ Եվ կարող է մեկ ակնթարթ աշխատանքի հետ կապված ինչ որ մի փոփոխություն լինել, լավ կլինի, թե վատ, դա չեմ կարող ասել, որովհետև այս քարտով չեմ կարող ասել լավն է լինելու, թե վատ, հատկապես բավական շատ մարդ են նայում, եթե ես եւս մեկ քարտ էլ հանեմ հիմա։ Ամենայն դեպս ինչ որ մի բան է, մեկ ակնթարթ կողմարդուն բարձրացնում են, կողմարդուն նաև հանում են աշխատանքից, հա, կախված է թե ինչ կարգավիճակում եք դուք, եթե այստեղ խաղի նման վերաբերվեք, ամեն ինչ հնարավոր է նաև։ Եվ գումարային առումով հնարավոր է ձեզ գումարով օգնեն, նայեք, այստեղ այս մարդը եւս կամ պետավտոտեսուչը գումար է գրելու ձեզ վրա։ Մի փոքր այստեղ պետք է ուշադիր լինել մեքենա վարելուց։ Արագությունը չգերազանցել, որպեսզի խնդիրներ չունենալ։ Նաև կարող է օգնել, օգտակար լինել, կարող է հովանավոր է, կարող ինչ-որ մի բանով ձեզ օգնում է, ինչ-որ հարցում։ Ոնց չեմ վառել։ Եվ առողջության վերաբերյալ այստեղ հնարավոր է տրամադրության անկում եւ ուշադրություն դարձրեք անպայման ձեր առողջությանը։ Անպայման։ Աչքաթող մի արեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին մայիսի 26-ից 31-ը, ընդհանուր ֆոնը։ Աշխատանք, շատ աշխատանք, աշխատանքի ընդունելություն, կարգավիճակի փոփոխություն, կարիերայի բարձրացում, նաև սա կարող է լինել, որ այնպես որ շաբաթվա ընթացքում անդադ հարկավոր կլինի գնալ կամ հիվանդանոց, գնալ կամ ուսման կենտրոն անընդհատ, կամ ոչ պետական հիմնարկություն, հա, կարող դատավարություն եւ անդադ պետք է ներկա լինեք, կամ վարկեք վերսում անդադ կանչում են սա։ Մի խոսքով ինչ որ նմանատիպ տեղեր կարող է գնալ, բայց սա ընդհանուր առմամբ շատ աշխատանք է, պատվերներ եւ շատ գործունեություն նաեւ աշխատանքի ընդունելություն։ Անձնական կյանք առույցների աշխատանք, ֆինանսներ եւ առողջությունը։ Անձնական հարաբերություններում ինչ որ որոշել եք, դա ամենայն դեպս ճիշտ որոշում է ձեզ համար, գնացեք այդ ուղղությամբ։ Ոմանք կարող է ուզում են ընտանիք կազմեն, ոմանք ուզում են հենց այս աղջիկա հետ ամուսնանան, այս տղամարդու հետ ամուսնանան եւ այլն, ինչ որ որոշում կայացրել եք թեկուզ բաժանման հետ կապված, ամենայն դեպս սա ասում է, որ ճիշտ է, կարող է այստեղ գնում եք անընդհատ այդ կենտրոն բաժանվելու նպատակով կամ զաքսավորվելու նպատակով, այդպես կարող է գնում եք, օր եք վերցնում։ Յուրաքանչյուր բան կարող ուզում եք ընտանիքով տեղափոխվեք, կարող ուզում եք ընտանիքով տունը վաճառեք եւ այլն, ինչ որ բան կախված է ընտանիքի հետ, երեխաների հետ կապված, դե անձնական կյանքն է սա, յուրաքանչյուր բան այստեղ պետք է կարող եք փոփոխություն անել, ինչ որ ուզում եք անել, դա հստակ կարող եք անել։ Աշխատանքային առումով սա ընկերական հարաբերություններ են, ընկերական մթնոլորտ կարող է լինել աշխատանքի վայրում, մեկը մյուսի հանդեպ շատ ավելի լավ լինի, մեկը մյուսի հանդեպ սիրալիր, ընկերական, մեկը մյուսին օգնի եւ այդպես, հա, ընդհանուր բոլորով աշխատեք նորմալ։ Եվ գումարային առումով այստեղ կամ ինչ որ ժամանակահատված ունեք, որ ինչ որ գումար վճարեք, նաեւ դա կարող է լինել ժամերով եք աշխատում, ըստ ժամերի էլ գումարներ եք վաստակում, կարող եք կամ աշխատում եք օրինակ առաջ հստակ օրվա գումարով եւ կարող է շաբաթ տնօրենը ասի, որ սկսում ենք արդեն աշխատել ըստ ժամայինով։
Ժամը, քանի ժամ աշխատեք, այդքան էլ կվարձատրվեք այդպես։ Նաև սա ժամանակ է իրոք տրված, որ ինչ-որ պարտք փակեք, ժամանակ է տրված, որ վճարում կատարեք կամ ձեզ վճարեն նաև, ժամանակն է նաև ներդրում կատարելու, ինչ-որ գործեր անելու համար, եթե ֆինանսապես ինչ-որ բաներ եք ուզում անեք, ապա ոնց որ եկել է ժամանակը, որ ներդրում անեք ի վերջո, մինչև այդ երկար քննարկում ու մտածում եք։ Առողջության հետ կապված բացարձակ ոչ մի խնդիր այստեղ չկա։ Կարող է առողջության հետ ինչ-որ, եթե հանձնել եք արուն եւ այլն ինչ-որ պատասխաններ եք ստանում, բայց ինչ-որ հատուկ այստեղ ինչ-որ խնդիրներ գոյություն չունեն։ Դե աշխատանքն էլ կա ու կա։ Այստեղ դրա համար կարող ասեն ժամանակը հատկացնեք միայն աշխատել եւ գումար վաստակելուն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 26-ից 31-ը։ Ընդհանուր շատ ճանապարհներին կլինեք, ոմանք կարող են տեղափոխվել, ոմանք տանից տուն տեղափոխվել, երկրից երկիր, այդպես անընդհատ գնաք այստեղ, այնտեղ, նաև ձեր գործերը կարող եք մղել առաջ այս շաբաթ։ Այն գործերը, որոնք որ կանգնած էին։ Կույսերի անձնական կյանքը, աշխատանք, ֆինանսներ եւ առողջությունը։ Ընտանիքում ուրախ տրամադրություն, քեֆ ուրախություն, ինչ-որ կարող են պահել լինել, որ ընտանիքով ուրախանաք, ինչ-որ մեկին կարող եք հանդիպել, ով որ էլի ձեզ կուրախացնի, ձեր տրամադրությունը կբարձրացնի, միգուցե սիրահարվում եք, միգուցե սիրո խոստովանություն եք ստանում եւ այլն ինչ-որ կարեւոր մի բան, որը որ ձեր տրամադրությունը բարձրացնում է։ Դա մեջ ուրախ կլինեք, ամեն յուրաքանչյուր մանրուքից կարող եք ուրախանալ, յուրաքանչյուր բան։ Աշխատանքի վայրում բավականին շատ շփում կունենաք ձեր աշխատակիցների հետ, գործընկերների հետ, հնարավոր է նաև լեզվակռիվ։ Նաև չի բացառվում, որ ձեր հետևից բամբասում են իրանք։ Ինչ-որ մի բաներ են լսում ձեր մասին եւ սկսում են հետո բամբասել ձեզանից։ Եվ գումարային առումով այստեղ ընտրության արժև կանգնած կլինեք, կամ դիմեք պարտքով, կամ դիմեք վարկ, կամ ներդրում անեք, կամ եւ այլն, ինչ որ պահեր են գումարային առումով, սա վաճառեք թե չէ, սա գնեք թե չէ, սա ինչ որ բաներ են, որոնք որ ընտրության արժև կարող եք կանգնած լինել։ Կարող է մեծիր է, գնում եք, ուզում եք գնել եւ դրա համար տատանվում եք, արդյոք արժի այսքան գումարը վճարել սրա համար եւ այլն։ Իսկ առողջության հետ կապված ուշադրություն եւ էլի ուշադրություն է պետք։ Շատ ուշադրություն առողջությանը։ Խնդիրներ կան առողջական։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքների մայիսի 26-ից 31-ը։ Ընդհանուր ֆոնը։ Ընկերներ, նոր ընկերներ, հավատարմություն, ավելի շատ ընկերների շրջապատում կլինեք, մեկն նրա ծնունդը կարող է լինել, մեկ նրա կամ մեկնա ձեր ունենա ձեր կարիքը, մեկնա եւ այդպես անընդհատ ոնց որ իրար օգնեք։ Անձնական կյանքը կշարքների, աշխատանք, ֆինանսներ եւ առողջությունը։ Ուրեմն անձնական հարաբերություններում այստեղ ոմանք պատրաստում են հարսանիքի, ոմանք պատրաստում են գնան առիթի, շատ կարևոր է ինչ որ առիթներ կան ձեր հենց ընտանիքում, կարող է երեխաների ծնունդն է, կարող է ինչ որ մի կարևոր մի բան է, որը պետք է նշեք, ինչ որ առիթ կարող է, ինչ որ դուք ստեղծեք առիթ եւ նշեք։ Կարող է ինչ որ մեկն է վերադառնում տուն, դա է ձեզ համար առիթ նշելու համար։ Եվ աշխատանքի հետ կապված ոմանք կարող են պայմանագիր կնքել, ոմանք որևիցե գործարք կնքեն, ինչ որ թղթաբանության հետ աշխատեք, հատկապես հաշվապանները, ուսուցչուհիները, իրենք ավելի շատ կաշխատեն այս շաբաթ փաստաթղթերի հետ կապված, կամ կարող է ուսման կենտրոն եք ուզում տալ ձեր գործերը եւ այդ փաստաթղթերն եք հավաքում, որպեսզի տակ։ Նա ինչ որ բաներ են, որ կարող եք շատ գրել ջնջել։ Միգուցե ինչ որ բաներ եք հաշվարկում բիզնես բացելու համար, անդադ գրում եք։
Ֆինանսական առումով փոփոխություններ տեղի կունենան։ Ոմանք կարող են իրոք իրենց բիզնեսը փոխել, տեղափոխել, ինչ որ նոր որևիցե եկամտի աղբյուրներ փորձեն գտնել եւ այդպիսով փոխեն իրենց եկամտի աղբյուրը։ Ամենայն դեպս սա շատ լավ փոփոխություն է, այնպես չի որ վատ փոփոխություն է, ինչ որ մի խնդիրներ են առաջանալու ձեզ մոտ, սա ավելի լավ փոփոխություններ են ձեր կյանքում։ Նաև սա կարող է գումար ծախսեք երեխայի վրա, կարող նորածին ունեք կամ նոր է ծնվելու եւ իր իրերը պետք է գնեք կամ հղիության վրա եք ծախսում կամ փոփոխության տեղափոխության գումար եք ավելի շատ ծախսում, նաև կարող է ծախսում եք օրինակ օտար երկիր մեկնելու համար, այդպես նաև այնտեղից կարող եք գումար ստանաք, գումար կա։ Իսկ առողջությանը անպայման հետևեք։ Խնդիրներ կան։ Անպայման հետևեք ձեր առողջական վիճակին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնային կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 26-ից 31-ը։ Ընդհանուր ֆոնը։ Սիրտ, սեր եւ էլի սեր, անընդհատ սեր։ Դա ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրալիր լինեն իրենց շրջապատի, իրենց հանդեպ, նաեւ սերը կփրկի յուրաքանչյուր խնդիրին, որ եթե այստեղ ինչ որ մի ոլորտում խնդիր լինի։ Տեսնենք անձնական կյանքը կարիճների։ Նոր մարդ է կարող է մտնում ձեր կյանքը, աշխատանքը, ֆինանսները եւ առողջությունը։ Տեսեք, ֆինանսներում է ինչ որ մի բան է լինելու, որ դուք ձեզ շատ լավ զգաք։ Օրինակ շատ կարիճներ շատ լավ կզգան, որ ես այլևս չաշխատեմ։ Նաև ուրեմն այստեղ անձնական հարաբերություններում բավականին շատ շփում կունենաք, նաև սա անհանգստություն է ընտանիքի անդամների հետ կապված, նաև սա շփում քննարկում է ինչ որ հարցի հետ կապված, որը ընտանիքին է վերաբերվում ընդհանուր գլոբալ։ Նաև լեզվակռիվ կարող է շաբաթվա ընթացքում անընդհատ իրար կծմծեք ամուսիններով կամ երեխաներով կամ ծնող երեխա եւ այլն, ինչ որ իրար կարող եք անընդհատ լեզվով իրար կմճտել։ Նաև սա բամբասանք է, որ բամբասում են ձեր անձնական հարաբերությունների հետ կապված։ Ոմանց ընտանիքի հետ կապված է դա, ոմանց նաև ուղղակի ընդհանուր դուք շփվում եք ինչ-որ մեկի հետ եւ դրա շուրջ խոսակցություններ են տարածվում։ Բնական է, չէ՞, տեսնում են հայ են եւ պետք է անպայման խոսեն, բամբասեն։ Աշխատանքի հետ կապված այստեղ կայունություն է աշխատանքում, նաև ոնց որ մխրճում եք ինչ որ, ոնց որ հստակ գիտեք, որ այդտեղ ոնց որ ամրապնդում եք ձեր դիրքերը։ Նաև դա կարող է լինել նոր որոշ աշխատանք եք սկսում, որը էլի, ամրապնդում եք ձեր դիրքերը։ Սա նաև բիզնես է, որը կարող եք որոշել անել, հենց հստակ որոշեք եւ հստակ սկսեք անել տվյալ բիզնեսը եւ խանգարող ոչինչ այստեղ կարող է չլինել։ Նաև ֆինանսական առումով այստեղ կարող է գումարներ, կարող է անսպասելի եկամուտ եք ստանում, անսպասելի ժառանգություն եք ստանում եւ այլն, որից որ բավականին շատ ուրախ կլինեք։ Նաև սա կարող է գումար ծախսեք սիրային հարաբերությունների վրա, ձեր սիրելիի վրա, կամ ինքը ձեզ օգնի գումար տա ինչ որ հարցին լուծում տալու համար։ Իսկ առողջության հետ կապված սա մարդը արդեն նկատում է իր մեծությունը, նկատում է, որ ինքը արդեն մեծ է, տարիքն առած է, ոնց որ արդեն են առաջին կնճիռները կամ արդեն խորը կնճիռները ինչ որ մի ձևով երևում են, ամենայն դեպս արդեն դրա համար մարդը զգում է, որ ինքը արդեն մեծացել է, տարիքն առել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Աղեղնավորներին ինչ որ տղա անկավ, դա կարևոր է ձեզ համար լինելու այդ տղան այս շաբաթ։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 26-ից 31-ը։ Ընդհանուր ֆոնը։ Ուրախ տրամադրություն, բարձր տրամադրություն, անակնկալներ, ոմանց համար ժամադրություն, այս շաբաթվա ընթացքում կարող եք սկսել ինչ-որ մարդկանց հետ հանդիպել եւ անդադ իրար հետ լինել, ժամադրության գնալ։ Անձնական կյանքը աղեղնավորների, աշխատանքը, ֆինանսները եւ իհարկե առողջությունը։
առողջության հետ կարող է կապված լինել այդ ձեր ուրախությունը, այստեղ կարող է երեխայի ծնվել, բերում եք տուն, ինչ-որ մի կարևոր մի բան է կամ դուք եք երեխա ունենում։ Ընտանեկան հարաբերությունները հիանալի է, ուրախ եք, ուրախ պահեր կլինեն, ինչ-որ առիթներ կարող են լինել, որոնք որ ձեզ ուրախացնեն, ոմանք կարող են սիրահարվել, ոմանք այստեղ գնան անընդհատ ժամադրության եւ դա ձեզ ուրախացնի, ձեր տրամադրությունը բարձրացնի։ Աշխատանքի հետ կապված նոր հնարավորություններ են սա, որոնք որ դուք կունենաք այդ շաբաթ կարող է հնարավորություն ունեք խոսելու տնօրենի հետ, փորձելու ձեր տեսակետը առաջարկել եւ այլն, այն ինչ-որ մի բան է, որը հեշտությամբ նաեւ կտրվի ձեզ, կարող է հեշտ ավելի աշխատեք այս շաբաթ։ Ավելի հեշտ լինի յուրաքանչյուր բան, հեշտ յուրացնեք յուրաքանչյուր նոր բան, եթե ձեզ կարող են առաջարկել։ Նաև սա հնարավորություն աշխատանքի ընդունվելու համար կամ ինչ-որ մեկը կարող է ձեզ ընդառաջել, որպեսզի դուք կարողանաք գնալ աշխատանքի ընդունվել, հա, օգնի ձեզ կողքից։ Ինչ-որ լավ հնարավորություն է կամուրջև եւ որը որ ավելի է հեշտացնում, թեթևացնում ձեր կամ աշխատանքը կամ այդ աշխատանքային վիճակը։ Այ ֆինանսների առումով այստեղ կամ մանր-մունր ֆինանսական խնդիրներ են կամ ֆինանսների կորուստ։ Անհիմն կարող ներդրումներ կատարել, դա լինի կորուստը, անհիմն գործարքներ, դա եւս լինի կորուստ։ Գումար անիմաստ ծախսեք եւ այս շաբաթը ավելի դա եւս լինի կորուստ, ոնց որ ինչքան անիմաստ, հա, անիմաստ ծախսեր են սրանք։ Եվ մանր-մունր խնդիրներ, որոնք որ պետք է կարող վճարում անեք, որպեսզի ավարտվի այդ խնդիրները։ Եվ առողջության վերաբերյալ այստեղ բացարձակապես խնդիրներ չկան։ Բացարձակապես ովքեր որ խնդիր ունեին, անգամ կլավանան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Գումար է գալու այդ եղջյուրներին կամ կարող ծախսել։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 26-ից 31-ը։ Ընդհանուր ֆոնը։ Ոմանց համար ընդհանուր այստեղ կարող է երեխաները լինեն, երեխաները ավելի կարևոր լինեն այս շաբաթ, ոմանք հղիանան, ոմանք ծննդաբերեն, ոմանք նոր կյանք սկսեն, նորովի ինչ-որ մի կյանք սկսեք, նաև դա կարող է լինել բիզնեսի բացում, նոր հնարավորություններ։ Տեսնենք անձնական կյանքը այդ եղջյուրների, աշխատանքը, ֆինանսները եւ առողջությունը։ Ուրեմն այստեղ ընտանիքում մի փոքր կարող է վեճ լինել, մի փոքր լարվածություն կա ընտանիքում, մեկը մյուսին կարծես թե չի ուզում հասկանալ եւ մեկը մյուսին դեմ է կանգնում։ Հնարավոր է նաեւ ուբորկա է կանում, հնարավոր է նաեւ քանդում եք, որպեսզի վերանորոգում անեք, հա, երկու այստեղ տարբեր տարբերակներ կարող են լինել։ Աշխատանքի հետ կապված ինչ ուղղություն որ ընտրել եք, դա ձեզ համար ճիշտ է։ Որոշել եք դուրս գալ, որոշել եք հենց այստեղ աշխատել, որոշել եք հենց այս բիզնեսը բացել, որոշել եք սա վաճառել, յուրաքանչյուր բան, ինչը կապված է աշխատելու հետ, դա ձեզ համար ճիշտ է։ Ճիշտ ուղի է։ Գնացեք դեպի դա, ինչ ուզում եք անեք։ Ինչ եք որոշել, հենց այդպես է շարունակեք։ Գումարային առումով կամ այստեղ խոսակցություն են լինելու, կամ դուք եք պարտ, կամ ձեզ են պարտ եւ այդ խոսակցությունը կարող է լինել։ Նաեւ շատ շփում, գումարային քննարկումներ, այսպես ինչ որ բանակցություններ կարող են լինել, արժեքի ցածրացում, բարձրացում, այդպես։ Նաեւ լեզվակռիվ կարող է լինել գումարի հետ կապված, եթե խնդիրներ կան, եթե պարտքեր կան, ապա ուղղակի այստեղ կարող է լեզվակռիվ լինի։ Իսկ առողջության հետ կապված այստեղ կամ որոշում եք ինչ-որ վիրատություն անել, կամ ինչ-որ փոփոխություն ձեզ վրա, կամ դիմել բժշկի թե ոչ, ինչ-որ բաներ են, որոնք որ կարող եք որոշել, գնալ ատամը սարքել, թե գնալ սա անել, ինչ-որ բաներ են, որ առողջության մեջ եւ ինչ-որ մի բանի մեջ կարող եք տատանվել եւ ընդհանուր, հա, առողջական վիճակի մեջ ինչ անել, գնալ բժշկի, թե չէ, ընդհանրապես ճիշտը գնալ բժշկին է։ Նաեւ սա ընդհանուր առմամբ երկու գիծ, սա մեր երկու ձեռքերն են, երկու ոտքերը, այնպես որ մի փոքր իրենց կարող շատ ծանրաբեռնեք այս շաբաթ, պետք է ուշադրություն դարձնեք, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։
Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 26-ից 31-ը։ Ընդհանուր ֆոնը։ Լարվածություն է, ինչ-որ մի բան է ձեզ անհանգստացնում, ինչ-որ մի բանից կարող եք լարված լինել այս շաբաթ։ Տեսնենք կող այստեղ երևա, որ ոլորտն է դա։ Անձնական կյանքը ջրհոսների, աշխատանքը, ֆինանսները և առողջությունը։ Մի քիչ առողջության հետ է կապված, տեսնում եք։ Առողջությունը մի փոքր այնպես այնքան լավ չէ եւ դուք անհանգստանում եք, միգուցե գրիպ եք ընկել, միգուցե մրսածություն է եւ այլն, եւ չեք կարող ինչ-որ բաներ անեք, եւ դա ձեզ ավելի է բորբոքում, որ նստած եք, ոչինչ չի ստացվում անել շաբաթվա ընթացքում։ Նաեւ այդ շաբաթ ընտանիքի անդամները այստեղ կարող է որոշեք տեղափոխվել մեկ այլ երկիր, ինչ որ մեկը վերադառնա օտար երկրից, ձեր տանը կարող գալ մնալ։ Ընտանիքով ինչ-որ բան եք կարող ցանկանում եւ այդ ցանկությունները կկատարվի կարող ընտանիքը կազմել։ Ոմանք կարող են սկսել շփվել օտարերկրացու հետ կամ օտարերկրում ապրող մարդու հետ, կարող գա, որոշի գա ձեզ տեսնել իրականում, եթե նմանատիպ ինչ-որ հարցեր կան։ Քննարկումներ կարող են լինել ուղղակի, քննարկումներ օտար երկիր մեկնելու կամ նմանատիպ ինչ-որ մի բան կամ հեռանկարներ կան, ինչ-որ բաներ եք որոշում ընտանիքով, կամ ինչ-որ երկար ժամկետ ունեցող ինչ-որ մի բաներ եք պլանավորում, որպեսզի անեք, ամեն ինչ ընտանիքով։ Եթե ընտանիք չեք, ապա դուք ինքներդ մենակ։ Այստեղ ինչ-որ մի բան է ձեզ մոտ, որ ինչ-որ միտեղ բնակ հեռու, ինչ-որ մի բանը ավելի հեռավոր, ինչ-որ մի բան է, որ այս շաբաթ անընդհատ ձեր մտքերում կլինի։ Աշխատանքի հետ կապված սա հաջողություն է, նոր դռների բացում ձեզ համար, նոր հնարավորություններ, ոմանք կարող են փակել դուռը եւ այլևս այդ աշխատանքով չզբաղվել, այդ բիզնեսով զբաղվել մեկ այլ հարցերով։ Ոմանց համար է սա նոր դուռ է, որ սկսեք ինչ-որ նոր բաներ անել ձեր կյանքում, նոր աշխատանք, նոր բիզնես, նոր, ամեն ինչը նոր է, ինչ որ կա։ Եվ ամեն ինչը շատ թեթև կլինի, ամեն ինչը շատ հեշտ կլինի։ Գումարային առումով այստեղ գումարն է, միայն կարող եք գումար ծախսել, գումար գա, այդպես ինչ-որ հատուկ, հենց ինքը իր քարտն է, եւ այստեղ կարող անհանգստանում եք, լարվում եք, ինչ-որ կարող մեծ բան եք ուզում գնել եւ մի փոքր կասկածում եք, արդյոք արժի գնել թե ոչ, ինչ-որ դա լարվածություն կա։ Կամ սպասում եք գումար գա, այդպես լարված սպասում եք, որ այդ գումարը թե երբ է գալու, երբ են տալու, կարող աշխատավարձ է դա։ Այս առողջության հետ կապված այստեղ խնդիրներ կան։ Դա համար հետևեք ձեր առողջությանը այս շաբաթվա ընթացքում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 26-ից 31-ը։ Ընդհանուր ֆոնը։ Կարգավիճակ։ Հնարավոր է նոր կարգավիճակ, հնարավոր է նոր պաշտոն, հնարավոր է նաև սա հասունացում, նոր իմաստ, կյանքի նոր իմաստը, կամ ձեր կյանքը նոր իմաստ է ստանում։ Ես է որ դուրս կամ էլի շատ ձկների համար կյանքը նոր իմաստ կստանա։ Նաև դա կարող է լինել պաշտոնի բարձրացում, ինչ-որ մի աշխատանքում, որ փոփոխություն, ինչ-որ նոր շրջապատ եք ընկնում, նոր ինչ-որ մի բաներ եք անում, որտեղ որ նոր մարդիկ են եւ նոր շրջապատ է ձեզ համար։ Եվ այդ շրջապատը ավելի լավը կարող է լինել, քան այն, ինչը որտեղ որ դուք մինչև հիմա գտնվում եք։ Անձնական կյանքը ձկների, աշխատանքը, ֆինանսները եւ առողջությունը։ Դե անձնական կյանքում այստեղ ոչ տղա կարող է հայտնվել ձեր կյանքում, նոր հարաբերություններ սկսեք, նոր ծանոթություն, սա նաեւ կարող ձեր տղան է, ձեր ամուսինն է վերադառնում այդ տուն, նաեւ դա նոր հարաբերություններ, նոր սեր, նոր մարդ, իհարկե կանանց համար, դե տղամարդկանց համար սա կարող է նաեւ լինել ինչ-որ մի ընկեր, ում հետ որ կարողանաք իր այդ ընտանիքով ընկերություն անել։ Մի տղամարդ է, որ շատ կարևոր դեր կխաղա ձեր ընտանիքի համար այս շաբաթ, կարող ձեր եղբայրն է, այդպես գալիս է տուն եւ ձեզ համար շատ կարևոր է դա։
Աշխատանքի հետ կապված այստեղ անհանգստություն, լարվածություն կա, նաև աշխատակիցների հետ կապված կարող է լարվածություն լինել, նաև գործընկերների աշխատանքը կարող է չկարողանաք գտնել այս շաբաթ, ամենայն դեպս դուք բորբոքված կարող փնտրում եք, այստեղից այնտեղ եք գնում եւ որ մերժում են, ոնց որ ավելի մարդը այդպես բորբոքվի։ Ամենայն դեպս արևը կա, դա ասում է, որ մի այդքան անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի, թե հիմա այս շաբաթ չգտնեք, մյուս շաբաթ փորձեք, հա, այդպես։ Եվ գումարային առումով այստեղ կամ ձեր ընկերոջն է գումար հարկավոր լինելու, կամ ձեզ է գումար հարկավոր լինելու, դիմեք ձեր ընկերոջը, մեկը մյուսին կարող աջակցել ֆինանսապես, նաև կարող պարտք է բերում է վերադարձնում է ձեզ, ձեր ընկերը տվել եք վաղուց օրինակ, եւ նաև մոռացել եք անգամ։ Իր այդ կարող է ինչ-որ ներդրում անեք եւ ոչ է գործ սկսեք, հա, ամեն մեկը ձեր գումարներ դնեք եւ ոչ է գործեր սկսեք իրար հետ։ Իսկ առողջության վերաբերյալ այստեղ աղիները ամենակարևոր ուշադրություն դարձրեք երակներին, արյան շրջանառությանը ամենակարևորը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։